Եվրոպան, մեր Տեր Աստված է, Գրիգոր Լուսավորիչին և մեր նախկին սրբերի, մեր բոլոր սրբերի բարեխոսությամբ։ Մի րոպե չվախենաք, որ հանգարցակի հայոց ազգը կվերանա ոչ տեսիլքներով, Աստծո տեսիլքներով Գրիգոր Լուսավորիչի, Ներսես Մեծի, Կոստանդիանոս Կայսրի, Սահակ Պարտևի, ուրեմն Հովանես Պլուս, Կոզերն Վարդապետի տեսիլքով, որ ասում է ինչպես տանջանք և տառապանք տվեցի Իսրայելի ազգին, նույնպես հայոց ազգին, բայց պիտի կա ժամանակ, ոնց որ Իսրայելը տիրեց իր հողերին նույնպես հայոց ազգը, բայց այդ ժամանակ հայոց ազգի թագավոր պիտի լինի Արշակունյաց կողմից, իսկ կաթողիկոս Գրիգոր Լուսավորիչի կողմից։ Այո, ժամանակը հասյալ է, աշխարհի վերջին օրերն են, և ինչ որ հիմա ես անում եմ, եթե խելքով մտածեի, միանշանակ առաջ պիտի չկայի։ Եթե խելքով մտածեի, հիմա ես իմ ընտանիքի հետ խռով եմ, որովհետև բոլոր ինձ ասում են մի գնա, մենք քեզ գիտենք, դու գնում ես, մենք քեզ ճանաչում ենք, քեզ կսպանեն, քեզ կբանդարգեն, իսկ ես ասում եմ, մեկ է ապրել ենք 65 տարի, մեկ է անգողնային ենք մեռնելու, ինչ թող լինի հանուն աստվածային սիրո։ Մանուել Սպարապետ ազգին հայոց Անիգոնյան տողնից երբ որ ննջում էր, կանչեց հայոց տավուտերերին և զորքի մեծամեծներին և մինչև պատելը մերգացավ ու ասեց, տեսեք, ամբողջ ես վերքերը ստացել եմ հայոց ազգի ազատության սուրբ որդի համար և ես ուզում էի նահատակվել ոնց որ իմ հոր եղբայր Վախթանը, բայց Աստված ինձ չարժանացրեց նմանատիպ նահատակության։ Ես մեռնում եմ անգողնային, բայց դուք որպես քրիստոնյա մեր Սահակ Պարտև պապը մեզ սովորացրել է, որ միայն հետանոցներն են ողբով մեռնելուց հետո, որովհետև մենք հավատում ենք Տիրոջ հարությանը և մեռելներն են մեռելներին թաղում, որոնք չեն հավատում, որ հարություն կա, և մեր պապերը, մեր երեխաների անունները դրեցին հարություն, այսինքն ովքեր որ հիմա ննջում են, նրանք մեռած չեն, նրանք ժամանակավոր ննջում են և իրենց աղոթքերով Աստված կպահի պահպանի ազգս հայոց, Գյումրի քաղաքս և մեզ բոլորին, հետ չվախենաք, առաջ Աստված,